Չինական խոհանոցում կա շատ համեղ եւ ամոքիչ ապուր սուան լաթանք անվանումով։ Բառացի թարգմանվում է այսպես. սուան թթու կամ թթվաշ, լա պղպեղ կամ կծու եւ թանկ արգանակ կամ ապուր։ Ստացվում է թթվաշակծու ապուր, բայց մեզանում այդ ապուրը հայտնի է թթվաշաքաղցր ապուր։ Բարի օր, այսօրվա կերակուրը, ինչպես հասկացաք, չինական խոհանոցից է, պատրաստելու ենք թթվաշաքաղցր ապուր։ Իհարկե ապուրի մեր տարբերակը։ Կսկսենք մսից, հավի բդիկներից, հարկավոր է այն տապակել։ Տապակել եւ խաշել, մեզ հարկավոր է նրա արգանակը։ Կլցնեմ Սլոբոդա ապրանքանիշի բուսայող, ձիթապտղի եւ արևածաղկի խառնուրդ 2 ճաշի գթալ։ Վերցրել եմ 4 բտիկ հավի, 4 բտիկ, որոնք մաքրել եմ, հոսող ջրի տակ լավ լվացել եմ եւ չորացրել եմ։ Կարևոր է։ Հարկավոր է այն տապակել բտիկները։ Խիտ արգանակ ստանալու համար ես միսը նախապես տապակում եմ, հետո դրան ավելացնում ջուր։ Բդիկների հետ կտապակեմ նաև սխտոր և նեխուրի ցողուն։ Մեկ, երկուս, երեք, չորս, հինգ փոքրիկ պճեղ սխտոր եմ գցում, ճզմենք, դանակի շեղբի տակ հետո գցենք, այդպես բույրը կբացվի և համը։ Այսպես դնում ենք դանակի շեղբի տակ, հարվածում ենք, չենք կտրատում և գցում ենք։ Տապակում ենք նաև նեխուրի ցողունը։ Տերևները կավելացնենք ջրի հետ։ Երբ մսակտորների վրա ջուր ավելացնենք, այդ ժամանակ ցողունը կտրատում ենք շեղակի, ոչ մանր։ Թող տապակվեն բդիկները, կարմր են, որից հետո կավելացնեմ ջուրը։ Իսկ մենք զուգահեռ ուրիշ գործ անենք։ Գործը իհարկե նույնն է, ապուր ենք պատրաստում, բայց անցնենք մյուս բաղադրիչին։ Վերցրել եմ 1 կիլոգրամ կախասունկ։ Կախասունկը վերածելու ենք թելիկների, յուղելու ենք և ուղարկելու ենք ջեռոց։ Այս գործողությունը ես հաճախ եմ անում տարբեր կերակուրների մեջ։ Ինչ շատ է դուր եկել այսպես մշակելիս, սունկը շատ համեղ է ստացվում։ Որպեսզի յուղը չցայտի, երբ բդիկները տապակվում են, վրան ցանց կդնենք այսպես, հեշտ, շատ հեշտ։ Սա արեցինք։
կցողեմ բուսայուղով, Սլոբոդա ապրանքանիշի։ Տեղադրենք ջեռոցի տապակը սեղանին, վրան փռենք սիլիկոնե գորգ, արի այստեղ, այժմ տակնու վրա անենք, որպեսզի հավասար յուղվեն կտորները և տեղադրենք գորգի վրա։ Լցնենք, հետո կհարթեցնենք։ Կամ անմիջապես կարելի է լցնել և հարթեցնել։ Լցնել և հարթեցնել։ Արի մոտ։ Այսպես ավելի հարմար է։ Անհամեմատ ավելի հարմար է։ Կարելի է թեթևակի համեմել աղով, Փառանիկ ընկերության ծովի աղով, և ուղարկել։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով։ Կթողնենք կախասունկը ջեռոցում այնքան, մինչև կարմրի։ Բավականաչափ կարմրել են գտիկները։ Ավելացնում ենք եռացրած ջուր։ Այնքան, որ բտիկները ծածկվեն։ Վերջ, թող եփվեն։ Իսկ մենք անցնենք առաջ։ Վերցնենք կաթսան, որի մեջ հավաքելու ենք վերջնական ապուրը, այսինքն տարբեր բաղադրիչներ, տարբեր տեղերում մշակում ենք և կաթսայի մեջ ամփոփում ենք։ Կլցնեմ Սլոբոդա ապրանքանիշի ձիթապտղի և արևածաղկի բուսայուղ, 2 ճաշի գթալ և կմշակեմ գլուխ սոխը։ Կվերցնեմ 2 գլուխ սոխ, կկտրատեմ գլուխ սոխը փետրաձև։ Սովոսյան համաձայն կառաջարկեմ սոխը տապակելիս անմիջապես հենց սկզբից համեմենք 3 համեմունքներով մառանիկի աղով, սոդայով և շաքարավազով։ Այս անգամ շաքարավազը մի փոքր ավել կանեմ։ Ինչու, որովհետև ավելի ուշ օգտագործելու եմ թթվաշ բաղադրիչներ, կծու բաղադրիչներ, որպեսզի հավասարակշռը շատ կծու չլինի և շատ թթու չլինի։ Շատ արագ հավաքենք արգանակի վրայի քափը և շարունակենք։ Արգանակի վրայի քափը հավաքելուց հետո արգանակը նույնպես կհամեմեմ աղով։
շատ չենք անում, քիչ։ Սոխառածին կառաջարկեմ ավելացնել պղպեղ, քաղցր եւ կծու։ Սկսենք քաղցրից։ Չնայած երկու տեսակի պղպեղներն էլ կտրելու ենք ձողիկաձև։ Այսինքն կարելի ասել պղպեղը կտրատում ենք ձողիկաձև։ Կամ կարելի ասել ձողիկների, այդպես երևի ավելի ճիշտ է։ Կծվությունը ըստ ճաշակի։ Նրանք, ովքեր չեն սիրում, չնայած այս ապուրը, հարկավոր է որ կծու լինի, գոնե մի քիչ։ Կօգտագործեմ այս ծիծակի կեսը։ Առանց սերմերի։ Կառաջարկեմ ապուրի մեջ օգտագործել նաև կանաչ պատիճավոր լոբի, որը նախապես մաքրել եմ, լվացել եմ, վերցրել եմ 200 գրամ կանաչ լոբի։ Կտրում ենք այսպես ձողիկների։ Կարծում ժամանակն է քամել արգանակը։ Սա կտորները թող սառչեն, ավելի ուշ կհեռացնենք ոսկորները։ Իդեպ լոբին կարելի է փոխարինել բամիայով։ Նույն քանակի բամիայով։ Շատ քիչ արգանակ ենք ավելացնում, մոտ 1 ճաշի գթալ։ Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք շոգեխաշվի եւ տապակվի լոբին։ Իսկ մենք անցնենք ոսկորազատմանը։ Շատ արագ դիտարկենք, սունկը փրկենք, կարելի ասել։ Կարծում եմ։ Ոչ, շատ լավ վիճակում է։ Թող մի փոքր սառչի։ Կարծում եմ վատ չի։ Հրաշալի բույր ունի։
լցնում ենք լոբու վրա, լոբու վրա ենք լցնում նաև սունկը, համեմում ենք սոյա սոուսով 3 ճաշի գթալ, բրնձի քացախով 2.5 ճաշի գթալ, կծու սոուսով, շատ կծու սոուսով 3 ճաշի գթալ, ավելացնում ենք արգանակը, անհրաժեշտության դեպքում կարող եք նաև եռացրած ջուր ավելացնել։ Համտեսենք։ Կծվությունը տեղն է, աղիությունը տեղն է, թթվաշությունը քիչ է։ Կավելացնեմ 3 ճաշի գթալ լայմի հյութ։ Այժմ հարկավոր է ապուրը թանձրացնել։ Վերցրել եմ մառանիկ ընկերության եգիպտացորենի օսլա 3 ճաշի գթալ։ Վրան ավելացնում եմ մոտ 4 ճաշի գթալ սառը ջուր, պարտադիր սառը ջուր, որպեսզի օսլան չքարանա։ Լավ խառնում ենք և լցնում։ Այժմ ապուրը շատ արագ կթանձրանա, դառնա այն ինչ որ պետք է։ Բացի դրանից առաջարկելու եմ նաև հարած ձու ավելացնել։ Կվերցնեմ 2 ձու, կհամեմեմ ձվերը մառանիկ ընկերության աղով 1 պտղունց, կհամեմեմ քրքումով, հարկավոր էր հարել, նոր ավելացնել քրքումը։ Այս պահին կավելացնեմ, կարելի ասել 1 բուռ բրնձի լապշա, թող փափկի։ Բրնձի լապշան շատ արագ է եփվում։ Այնպես որ կարծում արդեն այո իհարկե եփվել է, փափկել է։ Խառնելով, այսպես ճաշը խառնելով, հարած ձուն լցնում ենք։ Քիչ Եվ անջատում ենք կրակը։ Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք
15 րոպե թերմվի, որից հետո կմատուցենք, մատուցելիս կզարդարենք կանաչ սոխով։ Թթվաշաքաղցր ապուր։ Կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել հավի բդիկներ։ Դանակի շեղբի օգնությամբ սխտոր ճզմել, ավելացնել կաթսայի մեջ։ Ավելացնել նաև ոչ մանր շեղակի կտրատած նեխուրի ցողուն։ Հենց բդիկները կարմր են, ավելացնել եռացրած ջուր այնքան, մինչև ծածկվեն։ Քափը հավաքելուց հետո համեմել աղով։ Եփելուց հետո քամել, ոսկրահան անել։ Թասի մեջ լցնել թելիկների բաժանած կախասունկ։ Ցողել բուսայուղով, տակնու վրա անել, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա, համեմել ծովի աղով։ Ուղարկել ջեռոց, գրիլ եղանակով եփել այնքան, մինչև կախասունկը կարմրի։ Կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել։ Համեմել աղով, սոդայով, շաքարավազով։ Ավելացնել ձողիկաձև կտրատած քաղցր և կծու պղպեղներ, կանաչ լոբի, հավի արգանակից, ոսկրահան արած հավը, կախասունկը, սոյայի սոուս, բրնձի քացախ, կծու սոուս, հավի արգանակը, եռացրած ջուր, լայմի հյութ։ Եգիպտացորենի օսլային ավելացնել սառը ջուր, խառնել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել նաև բրնձի լապշա։ Թասի մեջ ձու ջարդել, համեմել աղով, քրքումով, հարել։ Բաղադրիչները խառնելով, քիչ-քիչ ավելացնել հարած ձուն, խառնել, կրակն անջատել։ 15 րոպեից զարդարել կանաչ սոխով, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սմբուկ, ընկույզ, նուռ, խաղողի քացախ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։